Փաշինյանի մոտ նոր սրացում է։ Այս անգամ նա որոշել է Արարատի ցեմենտի գործարանը խլել Գագիկ Ծառուկյանից։ Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ գործարանն այլևս չի պատկանում Գագիկ Ծառուկյանին եւ հրամայեց աշխատողներին լսել միայն կառավարությանը։ Իջնելու համար դու պետք է գետնինը մտնես, այսինքն գետնի վրա պետք է չերևաս, որովհետեւ քո բակարդակը պլինդուսի ցածր է։ Եվ հիմա ժողովուրդ ջան, ուրիշ բաներ են բացվում եւ բացահայտվում։ Ըստ Փաշինյանի կառավարությունը նամակ է ստացել գլխավոր դատախազությունից, որում նշվում է, որ գործարանը ենթակա է ազգայնացման։ Նա շնորհավորեց աշխատողներին Հայաստանի Հանրապետության իրենց նոր գործատուն դառնալու կապակցությամբ եւ հավելեց, որ նրանք այլևս պարտավոր չեն կատարել Ծառուկյանի հրամանները։ Այս ամենը տեղի է ունենում առանց որևէ դատարանի որոշման։ Փաշինյանը պարզապես հայտարարեց ազգայնացման մասին, հղում անելով որոշ գործիքների եւ գլխավոր դատախազության նամակի, որը ոչ ոք չի տեսել։ Սա սեփականության ուղղակի բռնագրավում է եւ լիակատար անօրինականություն։ Միացեք մեզ այստեղ եւ կիմանաք այն, ինչ ուրիշները չեն ասում։